Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում իր աշխատանքը սկսում է Ձինա այդ նախագիծը։ Եվ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է բացառիկ թողարկում, ունեմ շատ սպասված հյուր, ազդեցի կանանց շարքը շարունակվում է եւ շատ հեռուստադիտողների խնդրանք եմ այսօր իրականացնում, որովհետեւ դուք շատ դրան նկարները, վիդեոները, ինչ ոչ փոքրիկի նկարներն եք ինձ ուղարկում, ասում եք Ձինա ջան, ինչու նա չի գալիս քեզ մոտ տաղավար։ Նա արդեն ինձ մոտ տաղավարում է, բայց դրա մասին րոպեներ անց, որովհետեւ այս պայն ըստ ֆորմատի շնորհավորում եմ օրվա բոլոր հոբելյարների լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ դիտում ենք, վերադառնում ենք տաղավար։ Կամես, քեզ կսպանեմ ու հետո էլ ինձ Կամի մը դու կլինես կամես Կնետրեմ ցած կամուրջից Կամի մը դու կլինես կամես Քո հետևից ամեն ուր կգամ Կամի մը դու կլինես կամես Ես կյանքին իմ վերջ կտամ Ես դարը աշխարում Դու ես քաղցրությունը իմ Ես սառը աշխարում Դու ես ջերմությունը իմ Ես դարը աշխարում Դու ես քաղցրությունը իմ Ես սառը աշխարում Դու ես ջերմությունը իմ Դելի է կորքովս ու պինգակի ինձ էլի Քեզ սիրեցի հոգովս Դու ես սրտին իմ սիրելի Արի փախչենք հեռու հեռու Դե ելի Դու համբույներդ ես ինձ տալի Ու էլ ոչինչ աչքիս չի գալի Ու երբեք էլ չպիտի դիմանամ առանց քո ժպիտի Դու համբույներդ ես ինձ տալի Ու էլ ոչինչ աչքիս չի գալի Ու երբեք էլ չպիտի դիմանամ առանց քո ժպիտի Դե ելի է կորքովս ու պինգակի ինձ էլի Քեզ սիրեցի հոգովս Դու ես սրտին իմ սիրելի Արի փախչենք հեռու հեռու Դե ելի է կորքովս ու պինգակի ինձ էլի Քեզ սիրեցի հոգովս Դու ես սրտին իմ սիրելի Արի փախչենք հեռու հեռու Դե ելի Չպիտի էլ Դիմանամ առանց քո ժպիտի Դիմանամ առանց քո ժպիտի Դելի է կորքովս ու պինգակի ինձ էլի Քեզ սիրեցի հոգովս Դու ես սրտին իմ սիրելի Արի փախչենք հեռու հեռու Դե ելի է կորքովս ու պինգակի ինձ էլի Քեզ սիրեցի հոգովս Դու ես սրտին իմ սիրելի Արի փախչենք հեռու հեռու Դե ելի Դե ինչ 21 TV եթերում իր աշխատանքը շարունակում է Ձինա այդ նախագիծը եւ ըստ ֆորմատի ես ներկայացնում եմ կամ տեսանյութ կամ տեսահոլովակ։ Այս պայն գեղեցիկը թելադրող հերոսի մասին պատմող թեթև շատ սիրուն հանգիստ տեսանյութ։ Դիտում եք, վերադառնում ենք տաղավար եւ մեծագույն սիրով տեսանյութի հերոսին բարի գալուստ եմ ասում։ Եթե եկել ես այստեղ, որ հիմարություն չանեմ կամ ինքս ինչ չվնասեմ, ուրեմն կարաս գնաս, որովհետև ես հիմա գիտեմ հանունում եմ ապրելու, ու եթե քո համար մեր կյանքը արժեք չունի, այո, ես խղճահարության արժանի չեմ,
Թող քեզ խղճան, այլ ոչ թե ինձ։ Հետաքրքրությունս է ինձ այստեղ բերել։ Ու ոնց հասկացա ճիշտ է արել։ Ասեցի դուրս գնա ստեղից։ Ինչի սա մեր տունը չի։ Թե մոռանում ես այստեղ անցկացրած մեր սիրուն գիշերները։ Let's go. Don't stop. It's going to be hot today. Ես վստահ եմ, որ հենց հիմա շատ հեռուստադիտողներ ավելի մոտ են նստել, ձայնը բարձրացրել են, շատերն էլ ասում են, մենք գիտենք, որ նա արդեն Հայաստանում է եւ այսպես շարունակ։ Դուք արդեն հասկացաք, Գեղեցկուհի դերասանուհի Եվա Բաղդասարյանը ինձ մոտ տաղավարում է։ Եվ ջան, բարի օր, բարի գալուստ Գեղեցկուհի։ Ողջույն Զինա ջան, ինչ գեղեցիկ ներկայացրեցիր ինձ։ Դուրդ եկավ, չէ՞։ Շատ։ Վերջացավ։ Այդ կարևոր է, որ ես ամեն ինչ անեմ ջերմությունը ապահովեմ։ Ես հիմա Եվային կարող եմ նաև դասել մամաների շարքը, դրա մասին առանձին կխոսենք, բայց ասեմ, որ դու շատ սիրուն հղի ես, ես դա արտահայտվել եմ կոմենտում եւ ասում եմ, որ հղիները սիրուն են լինում, նաև տղա են ունենում։ Փաստորեն այդ թեման կա, տատիական ասված թեման, բայց որպես մամա լավ ես։ Շատ։ Գիշերները քնում ես։ Անցել եք այդ էտապները։ Գազիկների էտապները անցել ենք, բայց ելի ունենք թեթև անքնություն երեխայի հետ, բայց հիմնականում հանգիստ է։ Հա, դու օգնող ունես, վստահ եմ հանգիստ ես այդ թեման։ Сейчас. Եվան վերադարձավ Հայաստան, որ ասում է եւ այստեղ, եւ Ամերիկա, եւ Հայաստան կապ պահվում է եւ շատ հեռուստադիտողների հարցեր եմ հանել, մեկնաբանություններում է գրված այս հարցերը։ Ես այսպես խտացում եմ քեզ հարցում, սա հարցնում է ժողովուրդը։ Եվան պատրաստվում է հետ գնալ ընտանիքով Միացյալ Նահանգներ։ Ես տարվա 6 ամիսը Հայաստանում եմ, 6 ամիսը ԱՄՆ-ում, բայց հիմնականում չեմ տեղափոխվել ԱՄՆ, քանի որ հիմնականում թղթաբանության համար եմ այնտեղ ապրում, բայց չեմ ցանկանում մշտական այնտեղ ապրելու։ Ես երևի եզակի մարկանցից եմ, ով ունի օրինական ապրելու, աշխատելու իրավունք ԱՄՆ-ում, բայց ցկտում է ապրի Հայաստանում։ Շատ լավ, ամուսինուդ վստահ եմ, որ ուզի մեկու մեջ կհամաձայնվի, չէ՞։ Ամուսնուս էլ, դե ամուսինս 21 տարի ապրում էր ԱՄՆ-ում ու մտադրություն չուներ տեղափոխվել Հայաստան, բայց ես ստիպեցի, որ ինքը տեղափոխվի Հայաստան ու հիմա մենք մեր հետագա ապագա այդ պլանները կազմում ենք Հայաստանի հետ։ Դա նշանակում է, որ նաև պատրաստվում ենք ունենալ նաև ինչ-որ չափով թեմա։ Դա ապրելակերպի մասը խոսքս եւ աշխատանք եւ թեմաներ այս կոմենկոմ։ Բայց շատ այսօր ծնողներ, չգիտես ինչու, ուզում են, որ իրենց բալիկները մեծանան ոչ թե հայրենիքում, այլ Միացյալ Նահանգներում, այնալ տղաները։ Կոմոդ ոնց այդ վիճակը եւ միանշանակ մտածում, որ պետք է մեծանա Հայաստանում, անկախ նրանից, որ ծնվել է ԱՄՆ-ում։ Ծնվելու պահովել պատճառներ կար, քանի որ համընկավ իմ 6 ամիսը երեխայի ծնունդի հետ, համել ինչու՞ չէ, կցանկանայի, որ ունենար երեխան երկհաղաքացիություն, որ աշխարհի բոլոր երկրները բաց լինեն երեխայի համար, վիզաներից ազատազրկված լինեն։ Այն որ լրիվ տեղին գծած զարգացումը։ Շատ լավ։ Եվ տվյալ պայն ես նկատել եմ, դու արդեն բլոգերային աշխատանք ես վարում, հեռուստատեսային նախագծերում ես մասնակցում, պատրաստ ես արդեն առաջարկ ընդունելու, ոչ դերասանական արվեստը ներկայացնելու համար։
Առաջարկներ դեռ չեմ կարողանում ընդունել, քանի որ այն ժամանակահատվածը, երբ առաջարկ եմ ստանում Հայաստանից, գտնվում եմ ԱՄՆ-ում, իսկ երբ որ Հայաստանում եմ, ԱՄՆ-ից հեռուստասերիալի առաջարկ եմ ստանում ու ոչ մի ձև չի ստացվում իմ նկարահանվելը։ Հիմա էլ բալիկի պահով չեմ կարող այդքան երկար ժամանակ մենակ թողնել, ամեն դեպքում փոքր է, կարոտում եմ, բայց հետագայում արդեն որ երկար մնանք Հայաստանում, արդեն ինչու՞ չէ, կնկարահանվեմ։ Շատ լավ, հույսում պրոդյուսերն ու ռեժիսորը այս թեման լսեցին, որովհետև շատերն այս թեմայի մասին խոսում են։ Եվ ես լսել էի վերջի ժամանակահատվածում, որ դու ինքդ ես մտածում ինչ-որ բիզնեսի մասին։ Դա բամբասանք է, թե ճիշտ է։ Ես արդեն ունեմ բիզնես, վիզաների աջակցման կենտրոն, որ միշտ վերում է մեր էջին, հա։ Դա իմ եւ իմ ամուսնու բիզնեսն է ընդհանուր, քանի որ հենց ինքը ԱՄՆ-ում այդ գործունեությամբ զբաղվում էր, պարալեգալ է ամուսինս, ու հիմա այդ գործունեությունը մենք բերել ենք Հայաստան, այստեղ ենք զբաղվում, օգնում ենք մարդկանց վիզաների հարցով, թե Հայաստանում, թե ամբողջ աշխարհից։ Իսկ կանացի թեմայով բիզնես Չէ, ուրեմն բամբասանք է, որովհետև շատերն ասում են Եվան եկել էր մեզ մոտ տարածք նայելու, ուզում էր ինչ-որ տենց էսթետիկ կենտրոն բացելու թեմա լիներ։ Բամբասանք, հա։ Բամբասանք, ես չեմ պատրաստվում էսթետիկ կենտրոն բացել։ Ամենախնդալուն, որ նրանք քեզ տեսել են, քո հետ խոսացել են, տարածքը մի քիչ փոքր էր, երևի դրա համար Եվան չհամաձայնվեց։ Չէ, տարածք նայել եմ, բայց ոչ թե էսթետիկ կենտրոնի համար, այլ իմ բիզնեսը ընդլայնելու համար, երկրորդ մասնաճյուղը բացելու համար։ Հա, մի քիչ հերվից լեգենդները փաստորեն թեմայով կա։ Ես ունեմ քեզ համար բլից հարցեր եւ որով մենք ինչ որ չափով կարողանում ենք ճանաչել եւ ճաշակդ եւ ներքնաշխարհդ։ Պատրաստ ես։ Իհարկե։ Գնացինք։ Օրը սկսվում է առավոտյան ժամը 9-ից։ Առավոտյան սուրճ թե երեկոյան թեյ։ Միանշանակ սուրճ։ Հա, սիրահարը։ Կա մի ուտեստ, որ դու շատ ես սիրում եւ անձամբ պատրաստում ես։ Իհարկե։ Որն է։ Դեռ փոքրուց բուրշ։ Լուրջ ես ասում։ Երեք էլ պատրաստել եմ, այսօր էլ կերել եկել եմ։ Եվ իսկ դու հիմա պահում ես այն, որ հատուկ սննդակարգ են, որ մամաները դե ծննդա բերելուց հետո քաշի այդ խնդիր են ունենում։ Չէ, բացարձակ երբևիցե սննդակարգ չեմ պահել ու չեմ հասկացել ոնց են մարդիկ կարողանում հրաժարվեն իրենց սիրած ուտելիքներից համով ուտելուց, դրա համար երբեք ու ինձ թվում է ես դրա կարիքն չունեմ, քանի որ հենց ինքս չեմ չաղացող տեսակ չեմ։ Այսինքն տեսակների կարելի է նախանձել, Վեդիմա տեսակ։ Որ կոմենտները գրում ես տեսակներին կոմենտ գրեք ու նախանձեք։ Շատ լավ։ Սեզոնային տրենդերին հետևում ես, ասենք, հիմա մոդան սա է, ես ուրեմն սա պետքա կրեմ։ Չեմ հետևում, քանի որ ինչը ինձ համապատասխան է, ինչը ինձ հարմար է, դա կրում եմ։ Այսպես ասած, մոդայի հետևից շատ չեմ վազում։ Շատ լավ, իսկ բրենդամոլ ես։ Չէ։ 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 Շատ լավ է։ Ինչի կարիք ունի այսօր հայկինը, քո կարծիքով։ Հայկինը ավելի շատ ուշադրության։ Հիմա արդեն այն դառն է, որ հայկինը ինձ թվում է ոչ մի բանի կարիք չունի, քանի որ արդեն ժամանակները որ փոխվել են, դարձել է կինը շատ ինքնավստահ արդեն, բայց ավելի շատ հայկինը կարիք կունենա սիրո, փողի, շատ ջերմության, ոչ միայն հայկինը, այլ բոլոր կանայք դրա կարիքը ունեն։ Ուշադրության։ Բայց քանի որ հիմա արդեն կանայք շատ ավելի կայացած են, կարում են ինքները ստեղծեն այդ ամբողջը։ Համաձայն եմ։ Ինչից է վախենում Եվան։ Հարազատի կորստից։ Կորստից ես վախենում։ Շատ եմ վախենում։ Շատ լավ։ Դու նախընտրես օրինակ մի օր ընկերուհիներով սուրճ, թե մենակ մնալ տանը, պոպկորն ու ֆիլմ դիտել։ Մենակ տանը։ Հա, այդ վիճակն արդեն։ Հա, հասկացա։ Ֆիլմ թե ներկայացում։ Ֆիլմ։ TV թե ռադիո։ TV։ Ինչի մասին երբեք չես բարձրաձայնի։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Շատ լավ։ Կա մարդ, որ գիտի քո բոլոր գաղտնիքները։ Այո, մայրիկս եւ ամուսինս։ Դա այդ նորմալ է։ Շատ լավ, Աստծո հետ շփվում ես եւ։ Այո։ Ոնց մտքով գնում ես եկեղեցի, ոնց ես անում։ Մտքով միշտ քնելուց առաջ շնորհակալություն եմ հայտնում Աստծուց, ինչ ունեմ, ինչ տվել է, ինչ պահում եմ։ Միշտ շնորհակալ եմ լինում։ Շատ լավ։ Ոսկի թե արծաթ։ Ոսկի։ Սեր թե փող։ Սեր։ Լուրջ։ Փողը սեր չի լինի։ Համոզում եմ։ Ինձ համար ավելի շատ սեր, քանի որ սիրո հիման վրա կարող ես փողը ստեղծել։ Ապրես համաձայն եմ։ Որ ծաղկին ես քեզ նմանեցնում։
շաբլոն չլինի, բայց վարդին, քանի որ եւ նուրբ եւ փշոտ։ Հա, նաև բացատրեց ինչի համար, շատ լավ։ Կյանքի հերոս ունես։ Չունեմ։ Չունես։ Բամբասանք քո մասին վերջիներից, որ լսել ես, կուզենաս եթերում բարձրաձայնել եւ հերքել, կա տենց։ Բամբասանք։ Չէ։ Չէ։ Այս վերջերս էլ չեն բամբասում իմ մասին։ Հանգիստան թողը քեզ եւ ջան։ Առաջ շատ էին բամբասում, հիմա էլ ոչ։ Լինելով երիտասարդ արդեն աղջիկին, ես վստահ եմ, որ դու նաև օգտվում ես բիժուտերիաներից։ Դե հետևելով էջիցդ հասկանում ենք։ Մենք ունենք շատ սիրուն գործընկեր, իմ ընկերներին է Eliza Amy Queen's խանութ սրահը։ Իդեպ ասեմ, որ ես նրանցից նվեր չեմ ուզում։ Ես նրանց ուղարկում եմ օրինակ Եվայի էջը, Instagram-յան, նրանք հետևում են ընկերներս եւ մտածում են ինչ կարող են քեզ նվիրել։ Ասեմ իմանաս այս նվերը ընտրել են հենց քո էջը նայելով։ Հույսով եմ նվերը կընդունես Eliza Amy Queen's-ի կողմից։ Իդեպ ես հենց հիմա հասկացա շատ ճիշտ են ընտրել։ Ես կցանկանամ դու բացես եւ փաստես։ Տեսեք անգամ իմ թևնոցն է համապատասխանում։ Փաստորեն ապրեք, շատ ճիշտ։ Շատ ճաշակով, շատ ճիշտ։ Ընտրություններ, շնորհակալ եմ։ Ապրեք Էլիզա, շնորհակալ եմ շատ ձեզ։ Իսկ ես այսքանից հետո մի խնդրանք ունեմ։ Տեսախցիկը քոնն է։ Բարի մաղթանք ասա էլի կանանց, ինչ կմաղթես։ Մեկ ամիս է դեռ մերն են։ Ուզում եմ, որ դուք միշտ լինեք սիրված, միշտ խնամված, կանացի, բարի, լավ մարդկանցով շրջապատված։ Միշտ ճպտացեք, քանի որ ձեր տոնը ոչ միայն ապրիլի 7 կամ մարտի 8-ն է, այլ ամբողջ տարին է, քանի որ դուք կին եք, դուք ամենագեղեցիկն եք։ Ապրես։ Այն որ ասում եմ, այդ ամիսը տղամարդկանցն է, իրանք պարապում են, թե ոնց մեզ հետևեն, սիրեն, գուրգուրեն, նվերներով պարուրեն, մնացած 11 ամիսներ։ Իսկ ես շնորհակալ եմ քեզ ինձ հյուրընկալելու համար։ Ես կխնդրեմ եւ ինչու ոչ, նաեւ ընկեր կպահանջեմ նորության դեպքում արձագանքես, ես մեծ սիրով քեզ հրավիրեմ, միասին լուսաբանենք։ Անպայման։ Շնորհակալ եմ շատ քեզ։ Ձեզ Իսկ այսքանից հետո էլ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հետևում են Ակոպովնային եւ ինչպես միշտ ակնկալում են հետաքրքիր նորություններ եւ թարմ հաճելի դեմքեր։ Մինչեւ հիմա ձեզ հետ գեղեցկուի Եվաներ եւ ձեր Դինե Ակոպովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում։ Բարին ձեզ։ Jump
կյարի